Ողջույն բարեկամներ, չնայած նրան, որ այսօր արդեն ես մեկ հաղորդում ձայնագրել էի պատմաբան Հայկ Դեմոյանի հետ, եթե չեք նայել, նայեք անպայման, որովհետև շատ հետաքրքիր է եւ շատ կարևոր նորություններ կան այնտեղ։ Նայելով օրվա նորությունները, անցուդարձը ես որոշեցի, որ հնարավոր չի չանդրադառնալ նրան, ինչ տեղի ունեցավ Կիրակի օրով, թվում էր թե պասիվ հանգստյան օր պետք է լինի, բայց Նիկոլ Փաշինյանը եւ իր ողմակը չեն թողում, որ մեկ օր մենք գոնե հանգստանանք, շունչ քաշենք։ Եվ այսպես, ինչ է ասում Փաշինյան Նիկոլը, այս անգամ ուրա հասել ինքն արդեն։ Որոշել է, որ ինչպես իշխանությունն է վերադարձել ժողովրդին, այնպես էլ եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին։ Պատկերացնում եք, արդեն իշխանությունը վերադարձած է ժողովրդին, հիմա նա արդեն անցել է, որ եկեղեցին պետք է վերադարձնի ժողովրդին։ Ճիշտ ասած, ես չեմ պատկերացնում ոնց է ինքը որոշել դա անի եւ ոնց ընդհանրապես պատկերացնում ժողովրդին վերադարձնել եկեղեցին։ Ինքը գոնե գիտի, որ դա բանա նախ իհատ կապ չունի, երկրորդն էլ եկեղեցին դա քահանաներն են իրենց մեջ ընտրում իրենց կաթողիկոսին եւ վերջո դա կրոնական հաստատություն է։ Կրոնը հնարավոր չի վերադարձնել ժողովրդին։ Բնեք ինձ պետք չի եկեղեցի վերադարձնել։ Ես դա հետևորդը չեմ։ Կան բազմաթիվ այլ հավատքի հետևորդներ, կան անհավատներ, կան հեթանոսներ, հա, ոնց եք պատկերացնում օրինակ այդ տգետներ եկեղեցին ժողովրդին վերադարձնել։ Ժողովուրդը եկեղեցու տեղը գիտի։ Ուզում է գնում է, չի ուզում չի գնում։ Բայց սա չի կարևորը։ Կարևորը շեշտումը, որ ինչպես իշխանությունը վերադարձեցինք ժողովրդին, այնպես էլ երկիրն ենք վերադարձնելու ժողովրդին։ Բայց փորձենք հասկանալ ինչպես են իրենք իշխանությունը վերադարձել ժողովրդին եւ արդյոք վերադարձել են իշխանությունը ժողովրդին, թե ոչ։ Սա ընդհանրապես 1 տարի առաջվա կազմ են միացրել դատարանի էկրանին դատախազները։ Այս կադրերի հիման վրա սրբազան պայքարի 16 աջակցի մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի աթոռին հայտնված այս մարդկանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության, մեկը զանգվածային անկարգություն անելու համար։ Ինչը որ ցույց են տալի, տեսնում ենք, որ իրականությունը կարճ ասած նկարագրված է առնվազն ոչ ամբողջական։ Նախ ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ ոստիկանների ոչ մի ագրեսիվ գործողություն, ոչ մի բռնություն արձանագրված չէ եւ եղել Լևոն Սավանյանը։ Խուլիգանության կասկածանքով մեղադրյալի աթոռին նստած մարդը դատարանին հայտնում է, որ ինքը որևէ առարկա չի նետել ոստիկանների ուղղությամբ։ Ասում է, հեռախոսի լիցքավորիչ են շպրտել իր ուղղությամբ ոստիկանական շարքերից, ինքն էլ զայրացած հետ է շպրտել այն։ Եվ այսպես։ Սա մեկ տարին կլաղանա շուտով այս դեպքերի ընդամենը 3 օրից։ Երևի սա ի նկատի ունի ժողովրդավարությունը եւ ընդհանրապես իշխանությունը ժողովրդին վերադարձնեն։ Այսինքն, երբ որ ժողովրդի վրա գցում են նռնակներ, հետո 1 ամիս հետո հետին թվով այդ ուղարկված շպրտված նռնակները օրինականացնում են եւ գրում են թույլատրված նռնակների շարքերում։ Պատկերացնում եք, ասենք այդպես նռնակներ կա, որոնք թույլատրվում է ժողովրդի վրա շպրտել։ Այդպիսի բան հնարավոր է միայն Փաշինյան Նիկոլի պատկերացած ժողովրդավարական երկրում եւ այս միջոցներով էլ որոշել է եկեղեցին վերադարձնի ժողովրդին։ Ես չգիտեմ այս նախաձեռնությանը աջակցող որքան Նիկոլի կարգին շիզոֆրենիկ կգտնվի ԿՊ-ի մեջ, վաղը կերևա, որովհետեւ այսօր թարմ է հայտարարությանը, բայց մյուս հայտարարության, որ ոչ պակաս չգիտեմ արդեն ոնց ձևակերպեմ ստոր հայտարարությունը, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ սրա Հայաստանում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է։ Ինչի համար? Որովհետև ընդամենը 2 օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել էր հանդիպել էր կաթողիկոսի եւ իր անհամաձայնությունն էր հայտնել եկեղեցու վրա հայտարարված Փաշինյան Նիկոլի արշավին։ Եվ Փաշինյան Նիկոլը որոշեց, որ հայտարարի Լևոն Տեր-Պետրոսյանին որպես ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիր։ Այն պարագայում, որ այդ ընտրությունների կեղծման արդյունքում ինքը հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցակով հենց խորհրդարանում։ Լսենք իրեն, այս
պիղծին, ինչ էր ասում նույն բանի վերաբերյալ, ընդամենը մի քանի տարի առաջ։ Հասկանում եք, սա ինտերնետի դար է։ Ինտերնետի դար։ Լսենք միան սա։ Երբ է դրվել։ Ինչի հիմքը։ Ապօրինի իշխանություն, ապօրինի ընտրություն։ Կարագրացի հիմքը երբ է դրվել։ Ինչի հիմքը։ Ապօրինի իշխանություն, ապօրինի ընտրություններ։ Ուրեմն այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Մի քիչ էլ հետ Երբ գնա։ ըստ Մի քիչ էլ հետ գնա։ դուք Հա, գուցե ցանկություն հետ եք գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ ձեր հարցին։ Ազնիվ գտնվես, մի քիչ էլ Ես հետ գնա։ գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը Չեմ կասկածի ուզում տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ եւ ես պատասխանում եմ ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք ինչ եք կարծում, երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ, որ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Հաստատ նվել մնացականյան ասես, դուք ազնիվ չեք։ Ես ես հնարավորություն եմ տալի մի հատ էլ ասեք, երբ այս ամեն ինչի հիմքը դրվել։ Ակնկալելով եւ ակնարկելով, որ կասի, այո, առաջին անգամ իշխանությունները կեղծել են ընտրությունները դեռ 1995-96 թվականներին, բայց Փաշինյան Նիկոլը ասաց, չէ, ես չեմ լինի ձեր պատկերասացի չափ ազնիվ, հա, ես չեմ կարող լինել։ Ես ուղղակի ասում եմ, ու մի կասկածեք իմ ազնվության վրա։ Ես ասում եմ, որ դա դրվել է 99 թվականի հոկտեմբերի 27-ի ջարդից հետո, բայց կանցներ տարիներ եւ այո, կփոխվեր կոնյունկտուրան, վիճակը եւ կասեր, չէ, ես այն ժամանակ ազնիվ չէի։ Ես այն ժամանակ ազնիվ չէի, բայց դա էլ չի ասի։ Դա էլ չի ասի, մաքսիմում այս վիդեո նայելուց կասի, «Էդի ես չեմ եղել»։ Էդի ես չեմ եղել, ես ուրիշ բանի նկատի ունեի։ Հա ուրիշ բան ուզում եմ։ Ուզում ուղղակի ես նկարի նայեք, սա 2008 թվականին էր եւ Նիկոլ Փաշինյանը երազելով ստանալ իր շեֆից, իր կնքավորից պատգամավորական մանդատ, այսպիսի հայացքով էր նայում իր ասում, իր հիմնադրին, որին հետո կասեր դու ես բոլոր ընտրակեղծարարական համակարգի հիմնադիր, այ հիմա ինչ հայացքով է նայում ընտրակեղծարարության հիմնադիր Փաշինյան Լևոն Տեր-Պետրոսյանին, Փաշինյան Նիկոլը։ Դե այն ժամանակ պատգամավորի մանդատ էր պետք։ Հիմա կարող է տարօրինակ թվա, որ ես Լևոն Տեր-Պետրոսյանին եմ պաշտպանում, հա, բայց ես Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ պաշտպանում, ես ուղղակի զարմանում եմ մարդ ինչքան կարող է ստոր ու սադիկա լինի, որ իր հիմնադիր, իր ծնող, իր ստեղծած, իր շահած, պահած Լևոն Տեր-Պետրոսյանին հետին թվով, ասի դու ամենամեծ կեղծարարն ես եւ դու ես ամեն ինչի հիմքը դու ես դրել։ Այսպիսի բան կարող է անել բացառապես մեկ Փաշինյան Նիկոլը, մեկ էլ Փաշինյան Նիկոլի կողքը հավաքված իր նման Փաշինյան Նիկոլները։ Նայեք էս։ Որպեսզի բոլորի համար էլ ավելի հասկանալի դառնա, թե ով է իրականում ժամանակի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, մենք կներկայացնենք նրա գարշահոտ ու մութ անցյալի խայտառակ դրվագներից մի քանիսը։ Չէ՞ որ ամեն մարդ չէ, որ կարող է հանգիստ խղճով ծախել հարազատ մորն ու ստորաբար թալանել մտերիմ ընկերոջը, սակայն ամեն ինչի մասին հերթով։ Արման Շամիլի Բաբաջանյան, կենդանակերպի նշանը շակալ, բնավորությունը գծնող ստորաքարշ խաբեբա, սիրած կենդանին սողուն, սիրած զբաղմունքը գողություն, թալիսմանը խլուրդ։ Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը։ Ինչ կաներ Ռաֆին, եթե հայտնի վեպի հայտնի տողերը երգնելիս իմանար, որ այն վատ օրինակ էր ծառայելու ապագա սերունդների համար։ Զարմանալի է, բայց փաստ մեր օրերում կան մարդիկ, ովքեր սեփական կաշին փրկելու համար պատրաստ են ծախել անգամ հարազատ մորը։ Հասարակության համար վտանգավոր այդ երևույթներից մեկն էլ Արման Բաբաջանյան կոչվող գրչակն է։ Էժանագին պատվերներով գոյատևող լրատվամիջոցներից երկուսի՝ առաջինը Կայքի եւ Ժամանակ թերթի խմբագիրը։ Իրենից առանձնապես ոչինչ չներկայացնող այս պարոնին չէինք անդրադառնա, եթե իհարկե նրա թշվառ գոյությունն այդքան վտանգավոր չդառնար հասարակության առողջ հատվածի համար։ Խաբեություն, գողություն, կեղծիք։ Առանց այս ամենի Արման Բաբաջանյանին դժվար է բնորոշել։ Առավել ևս, որ շատերի հիշողություններում դեռևս թարմ է նրա խայտառակ ձերբակալությունն ու նորանոր բացահայտումներով ապշեցնող դատավարությունը։ 2006 թվական 26 հունիսի օր, երբ խարդախ գործարքների միջով անցած կստմնելի երիտասարդը հայտնվեց ճաղավանդակների հետևում։ Ինչ իմանար, որ ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փորձերն իսկական փորձանք էին դառնալու գլխին։ Գործը թերևս դիվան բաշուն չհասներ, եթե երիտասարդը խաբեության ուղին չորոշեր բռնել։ Եվ այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Արման Բաբաջանյանը
1996 թվականին լքելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցը եւ չունենալով զինծառայության տարգետման իրավունք, 1997 թվականին Հայաստանից մեկնել է Միացյալ Նահանգներ։ Այնուհետև զինծառայությունից անօրինական կարգով տարգետման իրավունք ձեռք բերելու նպատակով Հայաստանյաց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թևի եւ Մայր Աթոր Սուրբ Էրմիածնի դիվանապետի անունից կազմել է կեղծ գրություններ ուսումն ԱՄՆ-ում շարունակելու մասին եւ դրանք նոր միջոցով ներկայացրել Շենգավիթի տարածքային զինկոմիսարիատ։ Սակայն տեղեկանալով, որ այդ գրությունները բավարար չեն տարգետում ստանալու համար, հափշտակել է Միացյալ Նահանգներում բնակվող ընկերոջ Վահե Աբովյանի ամուսնության եւ երեխաների ծննդյան վկայականները։ Օգտագործելով դրանք հնարամիտ երիտասարդը սարքել է իր ամուսնության եւ 2 երեխաներ ունենալու վերաբերյալ կեղծ վկայականներ, որոնց հիման վրա ստացել են զինվորական տարգետման իրավունք եւ խաբեության ճանապարհով խուսափել ժամկետային զինվորական զորակոչից։ Հանցանքի զոհ դարձած Վահե Աբովյանի տիկնոջ Արմինե Արաքելյանի ցուցմունքով հաստատվել է, որ Բաբաջանյանի կողմից գողացվել եւ կեղծվել են թե իրենց ամուսնության եւ թե երեխաների վկայականները։ Մայր Աթոռի դիվանապետն իր ցուցմունքով հաստատել է, որ Բաբաջանյանի ուսումը շարունակելու մասին գրությունը եւս կեղծ է եղել։ Գլենդել քաղաքի հիվանդանոցից էլ հայտնել են, որ իրենց մոտ Անի եւ Անժելա Բաբաջանյաններ անուն ազգանունով երեխաներ չեն ծնվել։ Դուք հասկացեք, սա պատահականություն չի։ Նիկոլի կողքը կարող են հայտնվել բացառապես նման մարդիկ։ Սրանց ում կենսագրությունը ոսես քերել տակը, սա է դուրս գալու։ Սա ում կենսագրություն ուզում ես քերի։ Ու Արման Բաբաջանյանի հետ էլ շփվել կարող են բացառապես Արման Բաբաջանյանները։ Ուղղակի ինձ հետաքրքիր է 2006 թվականին ուսան ձերբակալեցին։ Հետո ով իրան հանեց ու սկսեց օգտագործել։ Հա Միշիկ, կարողա դու իմանաս։ Հա Միշիկ, հələ ձեն հանի ոնց դասա քո թերթի խմբագիր է ստականք ու ինչի դիմաց։ Ու սկսեց կատարել քո ստոր պատվերները։ Պատմի, դու այնքան բան կունենաս այս տականքի մասին պատմելու։ Մի օր վստահ եմ ոնց Արարատ Միրզոյանի այն թուղթը հանեցիր, դրեցիր, որտեղ ոստորագրում ա, որ ինքը պատրաստած ծառայել KGB-ին, հա։ Դու սենց սրա մասին էլ այնքան բան կունենաս։ Տեքստեր, վիդեոներ, ասում ենք հանել, մեզ պետք է։ Այն, որ ինքը երբևէ ամուսնացած չի եղել, երեխաներ չունի եւ 1996 թվականից ուսումը չի շարունակել Սևանի հոգևոր դպրոցում, խոստովանել է նաեւ Արման Բաբաջանյանն ինքը, որքան էլ Հետ չմեկ չէ ինչ էր ասում, վայ, որպես նախկին ճեմարանական ինքը կարող ասի ինչ էրա տեղի ունենում ճեմարանում։ Այո, ինչ էրա տեղի ունենում ճեմարանում, հա, որտեղից փախնում են ու սկսում են թղթեր կերծել բանակից փախնելու համար։ Նույնիսկ սեփական ընկերոջ դոկումենտները, փաստաթղթերը կերծել։ Դժվար է հավատալ, սակայն նա ցուցմունք է տվել ոչ ավելի ոչ պակաս, քան սեփական մորդեմ, հայտարարելով, որ հենց նա է կեղծիքների հեղինակը։ Արման Բաբաջանյանին բնորոշող ուշագրավ ֆեյսբուքյան գրառում է հրապարակել Նարեկ Բարսեղյանը։ Զգացիք նմանությունը։ Սա իր մորդեմ ա տվել ցուցմունքը ազատվելու համար։ Մեղադրել է ամեն ինչի մեջ իր մորը, որ իր մերն է կեղծել իր համար բոլոր փաստաթղթերը, պատկերացնում եք։ Հիմա զգացիք Նիկոլ Փաշինյանի ու սրա ինչքան ընդհանրություն կա եւ ինչու է հենց հնարավոր, որ Բաբաջանյան Արմանը ծառայի Նիկոլին։ Ես ասում սա առանց Նիկոլի չէր կարող գնար բանի Ռուսաստանի դեսպանության առաջ կանգնել կամ ցանկացած մի բան։ Ինչ նման են, չէ՞, զգում եք։ Դավաճանություն չեմ կարող ներեմ։ Եթե նույնիսկ իմ թշնամուն իս Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն իմ ամբողջ հայ ազգի թշնամին է, բայց նույնիսկ իմ թշնամու նկատմամբ դավաճանությունը ես չեմ կարողանում հասկանալ։ Մեկ այ մամա դավաճանա, եթե նույնիսկ նա դավաճանում է թշնամուն։ Ուղղակի սա շատ լավ առիթ է, որ տեսնեն Բաբաջանյանի կողքը ու Նիկոլ Փաշինյանի կողքը գտնվողները, որ սրանք իրանց ամենահարազատ մարդկանց են պատրաստ ծախել, վրեքները ցուցմունք տալ, իրենց կաշին փրկելու համար։ Ես ուզում հիշեցնեմ, որ սրա մասին ասել էր դեռ 90-ական թվականներին Նիկոլ Փաշինյանին սեփական ձեռքերի տակ պահած իր համագյուղացի բանը պրոֆեսորը Անանյանը համասանի, որ ասել է սա աղետ է, սա խառնակիչ, սա խայտարակ երևույթ է, սա չի կարող ավարտել համալսարանը։ Զգուշացել էր, ասել էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը չլսեց, մտածեց, որ այս տականքը իրան կծառայի։ Լսեցի՞ք Լևոն Տեր-Պետրոսյան։ Նույնիսկ եթե քեզ արժանի էր ես բանը վերադարձը, բայց մեկը ինքը տականքը։ Մեկը դու սենս ստանալու ես տարբեր տեղից այն ինչ որ դու ցանել ես, բայց սա եւս մեկ ցուցանիշ, որ
այն մարդը, ով հույս ա դրել Փաշինյան Նիկոլի վրա, իր համար ծառայում ա հույս ունենալով, որ պետք եղած ժամանակ, որ իր վզից բռնեն, ասեն արիստեղ, դու սահմանալությունը օրենք էիր խախտում, այդ տականքես ոնց եղավ, Նիկոլին ամփրկելու է, ոչ, սա են սրանց դեմքը սա է, շարունակենք։ Հայաստանում երկու մարդ կա, ով ծախել է իր մորը։ Մեկը Նայիրի Հունանյանն է, ով Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ է գնացել ու նրան առաջարկել ամուսնանալ իր մոր հետ ու դրա համար փող ստացել Սերոբից։ Երկրորդն Արման Բաբաջանյանն է, ով ձերբակալվելով բանակից խուսափելու գործով ցուցմունք է տվել սեփական մոր վրա, որ այդ նա է կեղծել փաստաթղթերը եւ նա էլ պետք է կրի պատասխանատվությունը։ Այս երկու հերոսների նմանությունները շատ են, սակայն այսօրվա համար այսքանը։ Ինքը այն ժամանակ չգիտեր, այս գրողը, որ հետո Նիկոլ Փաշինյանն է ցուցմունք ա տալու իր հոր դեմ, իր կնքահոր դեմ, իր հիմնադիր, իր հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում բոլորն ատել են Փաշինյան Նիկոլին, ոչ մեկի համար դա գաղտնիք չի, տեսել են դա ով, բայց որ հրապարակային այսենց այս ճիվաղը ինչա գնացել է Փաշինյանը կաթողիկոսի մոտ որ ասի սա այլանդակությունն է, ես ինչ անում, ասես դու ես եղել կեղծիքների թագավորուն հիմնադիր, այստեղից հետևություն Նիկոլ Փաշինյանը դարձել է պատգամավոր հենց հիմնված կեղծիքների ու պայմանավորվածությունների վրա, որպես համագործակցող, կոլաբորանտ, չէ՞ ոչ մեկ չի կարող ասել որ ինքը դա չգիտեր, նոր իմացավ, նոր պայծառացավ, ուղղակի այն ժամանակ պետք է իրան դա, դրա համար է սիրահարված դեմքով նայում, հասկանում եք, հակառակ դեպքում այս հայացքը շատ բան է ասում, չէ՞, ասում, ամեն ինչ ասում։ Այսպիսով կեղծարար հանցագործի դիմակն ամբողջությամբ պատռվում է։ Դատարանը վճռում է 3.5 տարվա ազատազրկման դատապարտել Արման Բաբաջանյանին։ Բանտախցումը անցկացրած նրա տարիներին մենք անդրադառնալ չենք ուզում։ Չենք անդրադառնա նաև նրա պայմանական վաղաժամկետ արձակման պատճառներին։ Փոխարենը հետևություններն ենք ձեռք Ինչի՞ չէ որ Մեկ ոնց պայմանական ազատվեց վաղաժամկետ, ում սկսեց ծառայել։ թողնում, ինչի կարող է ընդունակ լինել բազմաթիվ հանցանքներ գործած եւ հարազատ ընկերոջ Այս ինչ մեքենա է եկել իրան դիմավորելու։ նախաճորեն թալանած հանցագործը։ Որքանով կարող են հավատ ներշնչել նրա ենթակայությամբ գործող լրատվամիջոցների ստով ու հերյուրանքով ողողված հրապարակումները։ Պատահական չէ, որ նրանից հիասթափվեցին ու աստիճանաբար երես թեքեցին այնպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն աշխատել, այլև ժամանակին պայքարել են նրա ազատության համար։ Մասնավորապես Արման Բաբաջանյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական են տալիս «Ժամանակ» թերթի պատասխանատու Սուրեն Սուրենյանցն ու նույն թերթի 6 լրագրողները։ Հաստատելով Բաբաջանյանի հետ ունեցած հակասությունների մասին լուրը, Սուրենյանցը նշում է, որ վերջինս խոչընդոտում էր թերթի բնականոն գործունեությանը։ Իսկ հրապարակախոս Լիզա Ճաղարյանն էլ հրապարակայնորեն ներողություն է խնդրել, որ ժամանակին պայքարել է Արման Բաբաջանյանի ազատության համար։ Անգամ հարազատ մորը չխնայած Արման Բաբաջանյանն այսօր էլ նույնն է մնացել։ Ավելին նրա արյան մեջ կուտակված թույնի չափաբաժինն այնքան է մեծացել, որ հանուն 2 գրոշի պատրաստ է ցանկացած սրբապղծության։ Ինչևէ նրա կյանքի հանցավոր ու մութ էջերն այնքան շատ են, որ դրանց մենք կհասցնենք անդրադառնալ։ Իսկ վերջում հետգրություն։ Կադրերում երևացող այս շքեղ առանձնատունը, որի արժեքը գերազանցում է մի քանի միլիոն դոլարը, ըստ հավաստի աղբյուրների պատկանում է ոչ ավելի ոչ պակաս, քան չարաբաստիկ Արման Բաբաջանյանին։ Թե որտեղից թերթի խմբագրին այդքան մեծ կարողություն առանձնապես դժվար չէ կռահել։ Փաստորեն ծախու լինելը բոլոր ժամանակներում էլ խիստ շահեկան է։ Դատողությունները թողնում ենք հեռուստադիտողին։ Մի խոսքով, իսկ այս տունը ես տեսել եմ, սա իրոք կա, սա նորքում է, նորքում է ճանապարհի վրա, դեռ 2012-13 թվականներից գիտեի, որ սա Արման Բաբաջանյանի տունն է, այն ժամանակ շատ լավ չգիտեի ով է Արման Բաբաջանյանը, ուղղակի գիտեի այն ժամանակ որ առաջին այեմի խմբագիրն է, որը փաստացի Միշիկի, Սերժիկի, Միշիկի հերթն էր։ Հիմա պատկերացեցիք ինչի դիմաց ազատվե, ինչ պետք է աներ, ում պետք է ծառայեր, ոնց պետք է ծառայեր, ու ինչի դիմաց ստացել ես տունը եւ ինչի դիմաց են միջև հիմա սրան պահում։ Հա, ստոր ու սրիկա լինելը Հայաստանում ամենաբարձր բարձրատրվող աշխատանքն է։ Գիտեք ինչի, երևի նայեցա, որ ինչքան էլ մեր ժողովրդին փնովում են, ամեն դեպքում ստոր ու սրիկա լինելը ամեն մարդու բան չի։ Ամեն մարդու բան չի, դրա համար ինքը շատ բարձր է առ այսօր գնահատվում։
Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի ամեն մի հիմար հայտարարությունից հետո հիմար չասեմ, հա։ Ոչ adekvat, ոնց կարելի է բնորոշել։ Մի խոսքով, ամեն հայտարարությունից հետո կա մի շրջանակ, որ անպայման դա ուզում է ռեզոնանսնի, որ ասի Փաշինյան Նիկոլ, ես քո հետ եմ նույնիսկ միջև մեռնելը, որտեղ օրինակ ինչ պետք անի Վահագն Ալեքսանյանը Փաշինյան Նիկոլից հետո։ Ասենք ինքը Սերժ ժամանակ հանրապետական էր, հետո միանգամից դառավ Նիկոլի ժամանակ ԿՊ-ական, բայց ես շատ կասկածում եմ, որ ասենք նույն ճկունությամբ ինքը սրանից հետո կարա դառնա ուրիշ ինչ որ մի բանական, որովհետև հանրապետականից ԿՊ-ական դառնալը հնարավոր էր ու շատերը դարձան, բայց ցեղասպանին հաջորդիվ որևէ տեղ ընդունելուց շատ լավ կարան մտածել ունենք։ Սա սերական մարդասպան, ցեղասպան, ազգասպան Նիկոլ Փաշինյանի գործիքն էր։ Արդյոք իրանց պետքա այս կարգի արդեն բազմակի օգտագործված եւ ոտքից գլուխ ադնոտ ինչ որ կերպար։ Ես շատ կասկածում, նույնիսկ եթե Հայաստանում հեղափոխություն չլինի, նույնիսկ եթե Հայաստանում ոչ ասում հեղափոխություն, ի նկատի ունեմ, ասենք, սենց էլի, ազգային իշխանություն չկա էլ, Վահագնը Ալեքսանյան ինքը տեղ չունի, ինչպես նրանք բոլորը, ովքեր այսօր ամեն ինչ անում են Փաշինյան Նիկոլին ռեզոնանսնելու համար, իր համար չգիտեմ, մեդիա հարթակում ինչ որ կռիվ տալու համար եւ իրենց ասոցացնում են ուղիղ Փաշինյան Նիկոլի հետ, իրանց վրա վերցնելով բոլոր տեսակի հանցանքները։ Եվ այսպես ինչ ա գրում. Լևոն Տեր-Պետրոսյանը վերահացվել Սերժ Քոչարյան սիամական եկվորյակների խորտ եղբոր։ Տգետ։ Վահագն Ալեքսանյան։ Այսօր է Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե ասենք ինքը այգեպանի տեղ ունենա եւ ամբողջ Հայաստանում չգտնվի մեկին, որ ասենք խողովակը ձեռը, ռետինե խողովակը ձեռը, ընդամենը պետքա ծառ ջրի, ընդամենը դու այդ կոնկուրսով չես անցնի։ Դու հասկանում ես գոնե մոտավորապես դու ում մասին ես խոսում։ Խորտ եղբոր, այլ ինքը ձեր բոլորի հիմնադիրն է, այ ոչինչություններ։ Դուք իրան պապա եք ասում, պապա։ Դու մենակ չէ, ամբողջ բոլոր իշխանությունները բոլոր իրենց մետաստազներով։ Բոլորը։ Ու սա ձեզ չեն ներելու հենց իրենք։ Հենց իրենք, որովհետև ոնց ուզում ա լինի, թեկուզ մաֆիա, թեկուզ կեղտոտ համակարգ, դա էլ իր օրենքներն ունի։ Դա էլ իր օրենքներն ունի ու հաճախ հենց իրենք ամենաշատ, ամենադաժան պատժում են նրանց, ով այդ օրենքները խախտել է։ Ես շատ լավ եմ հիշում, երբ որ միտինգներում ցույցեր, բախումներ ոստիկանության հետ, մենք որ գիտենք ովքեր են իրենց համար ծառայում, ովքեր են իրենց սնվել, հա։ Դե բախումը, չէ, ասենք ամեն մեկի հետ կարող է լինի։ Ես ձեզ երդվում եմ, երբևէ մի ոստիկանի ձեռ անգամ ինձ չի կպել։ Ձեռք կամ հայոյանք։ Բայց ես տեսել եմ իրենց համար նախկինում ծառայածներին, որ ճամբարափոխ էին լինում, հա, իրանք ինչ սադիզմով էին ծեծում ու սատկացում։ Դուք ուղղակի չեք պատկերացնել։ Նայում ես, մտածում ես դե հիմա դու այս ամբողջ բախման մեջ դու էլ ես ներկանգնած, էլի պոտենցիալ կովեր կարող է դա լինի։ Ես ազնվությամբ եմ ասում, երբևէ ոչ մի նվաստացուցիչ, խոսք կամ գործողություն անձիս նկատմամբ չի եղել, անցնելով այդ ամեն ինչի միջով։ Սերժ Սարգսյանի ժամանակ եմ ասում ես։ Բայց դուք պետք է տենայիք Վահագնի նմաններին ոնց էին տրորում։ Ու շատ հաճախ տրորում գիտեք ում։ Ասենք մեկը Դավիթ Սանասարյանին, իրեն հարցեք իրանք ինչ օրնային գցում։ Ես կարող եք հարցնել։ Ու ասենք այդ կարգի մարդիկ կան, որ գիտեն, որ իրենց համար աշխատում։ Ասենք նույնը Նարգիշտին Կիվիրյան, դուք հասցրեք իր պատմությունը, ինքը ձեզ բոլորը կասի։ Անկեղծորեն կասի ռեժիմով իշխանել իրան։ Ասենք ամեն հնարավոր առիթին։ Դանից չէ, որ ինքը տենց ուժեղ ընդդիմադիր է, չէ, իրանք ուղղակի այս խամբակ ճամբարը խախտողներին, իրենց ձեռից հաց ուտողներին չէին ներում։ Էլի տես մարդիկ կան, հիմա այս ուղղակի դժվար է բոլոր անունները հիշել։ Ում անունը հիշեցի, ասեցի։ Տեսենք էլով է որոշել, որ Նիկոլից հետո կյանք չկա իր համար։ Հա, իմ ջելոց ես տեսանյութ ուզում եմ նայեք մի պահ։
Տեսնում եք, այն թթվի քարերին նայեք, սասունն է, բարի բուն իմաստով։ Բարերի ամենաբովանդակային իմաստով սասունն է։ Հետևը Անդոնն է կանգնած։ Նայեք։ Արազարյան հովիկիներ տեսակ։ Նիկոլիներ տեսակ։ Նայ, սասունի ճակատի քրտնիկն է ստում, նայեք։ Դաժան բան է ինտերնետը, դաժան բան է ինտերնետը, իհարկե, այս կադրերը տպավորություն են թողնում նրանց վրա, ով մտածելու ունակություն ունի, ցավոտ է, չէ՞ ընչում, բայց ովքեր ուղղակի վերջացած բիոզանգված են, նրան ուզում ես աչքի դիմաց դիր ամեն ինչ, նա չի տեսնում, չի լսում, չի հավատում, որովհետև այդ կարգի թափոնի համար շատ վախենալու է կարծիք փոխելը, շատ վախենալու բան է կարծիք փոխելը, իրան թվում է ինքը մեռել է արդեն, դրանց հետո կյանք չկա, չէ, դժվար է ապրել, ասենք, տեսնել ու ասել, ես չի գիտեմ դրա մասին, կներեք, կամ ոնց ես չեմ ասին, չեմ ասել, այսի չէր կարելի անել, ինչքան որ ուզում է տարօրինակ լինի, վստահ եղեք, կա մի շերտ, որ հենց այս հենց է մնացել, ու տենց ապրում է իր կյանքով ամբողջ ընթացքով, ինչ կարելի է նման մարդկանց հետ անել, ոչ մի բան, ուղիղ են անեկդոտի նման, եւ գրիպով մարդը մտնում է բժիշկի մոտ, ասում է բժիշկ գրիպ եմ, ինչ անեմ, ասում է ինձանից հեռու մնա, այսինքն նման մարդկանցից պետք է հեռու մնալ, ինձ ուղղակի հետաքրքիր է հիմա, սասունը, այս Նիկոլին, ինչ ասելու։ Այո, կյանքս ես դաժան բան է։ Այո, Լևոն Տեր-Պետրոսյան, դու սենց կարող ես բոլորի համար մայր, հայր լինել, սեփական կրծքով կերակրած լինել բոլոր այս տականքներին։ Հա, բայց դու էլ գիտես, չէ՞ դու ինչ ես մեծացրել։ Քո ծոցում։ Դու էլ գիտես ում ես դարձել պատգամավոր։ Ուղղակի ցավոք մենք այդ մասին։ Մենք որ ասում եմ լայն մասշտաբով մենք այդ մասին երբ իմացանք, ուշ իմացանք։ Իհարկե կային մարդիկ, որ գիտեին։ Իմ առաջի շփումը երևույթի հետ, երբ որ հանդիպում կազմակերպվեց հիմնադիր խորհրդարանի շենքում։ Դա որպես ճակատ ենք ստեղծում ընդդիմադիր, բան։ Հրավիրվեց ինքը իր հետ Լենան Նազարյան։ Հրավիրվեց ինքը խորհրդակցություն։ Կային քաղաքական ակտիվ դեմքեր, նստած նայում եմ։ Երբ որ ինքը սկսեց խոսալ, այն հարց տվեցին. դու ինչ ես կարծում, Նիկոլ։ Այ հիմա ո՞նց է ամբիոնից խոսում։ Այստեղից sense ոնց sense ինքը sense նույն շարժումները նույն sense ինչ որ sense նստած նայում եմ ես ինչ ես խառնվել ոնց որ 412 Մոսկվիչի կառոպկա լինես ինչ ես խառնվել որ գնաց ասեցի սա մի կանչեք էլ էսի սա ոչ մի բան չլսի 5 րոպե խոսած ոչ մի բան չասես ուղղակի այս սա է եղել միշտ ես գիտեի բայց շատերի համար այս տականքը կարողացավ խափուսիկ ձևով վայելելով ստանալ նրանց վստահության քվեն եւ մեզ բոլորին տանել դեպի կառապնարան լսենք իր մասին ինչ կարծիք ունի Վազգեն Նովյանը բանաստեղծ Արցախից դեռ 87 թվականին է գրել սա դու ծախու հոգի քծնության մերան գորոս անհարկի ու մեծաբերան դու բութ ու տգետ խորամանկ սակայն դու կործանիչ ձեռք ու լեզվի կապան դու դավով հզոր դու նենք քամելիոն դու ապեր կորզող փառատենչ ներոն դու մեր ոսոխի պնչից թռած բիճ դու Ղարաբաղը կործանող դալիճ բացարձակ ճշմարտություն ու այս դեմքով մեկը ոչ ուրիշ բան չէր կարող լինել ուրիշ բան չէր կարող լինել ցավոք մեր ժողովուրդը ես նույնիսկ վստահ չեմ որ ամբողջովին հասկացել է սա ով իրոք վստահ չէ որի համար շատ անհանգիստ եմ այն առումով որ կարող է չհասկացած շերտը էլի մեզ տանի դեպի կորսանում ինչպես տարավ լավ առնվազն գոնե 21 թվականին
առնվազն գոնե 21 թվականին։ Չեմ ուզում ասեմ 18 թվականի ընտրություններին, որտեղ 18 թվականի ընտրություններին օբյեկտիվորեն կար վիճակ, որ մարդիկ ուղղակի Սերժից այնքան էին զլված, որ նույնիսկ եթե պոլիպետ լիներ, նրանք ընտրելու են։ Եվ այդ պոլիպետը ներկայացված էր Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Բայց հո 21-ին դու գիտեիք սա ունենալու։ Դա համար եմ ասում, ես չգիտեմ, քանի մարդու հասու հասավ, հասու դառնավ, էլի, սա ով է ինչը։ Ու ես երբևէ չի էլ կարողացել թաքցնել ինքը ով է։ Ասա միշտ ասում եմ, հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, դա գարտու տաճարն է։ Մի հատ էլ կույտ էլ ռագատկի քար։ Հա ինչի դերով։ Պիղծ։ Պարտությունը ստեղ բանից չի գալի, որ այ եթե այնքը քրիստոնյա է, այ եկեղեցին իր համար այդ քարակույտը չի։ Եկեղեցուն ինքը եկեղեցուն այ քահանաներին է կապտում, եկեղեցու դեմ ինքը բան չունի։ Որտեղ ես հիմար դիսկուրսներ եմ լսել։ Հասկացեք, եթե մեկը հռոմեական հավաբուն է ասում, մեր ազգային հավատի կենտրոնի, միշտ քրիստոնեական հավատի կենտրոնի, նա ուրեմն պիղծ է։ Հասկացեք, դու կարևոր չի որ հավատի, որ ուսմունքի տաճարն ես հավաբուն ասում։ Բարոյական մարդը պետք է հարգանք ունենա ցանկացած կրոնի նկատմամբ, ցանկացած կրոնական դրսևորման նկատմամբ, ցանկացած, չգիտեմ, նույնիսկ մերժելի կրոնների նկատմամբ, որովհետև եթե մեկը մի բանի հավատում է, դա իր համար սրբություն է։ Ուսա երբեք չեն խորշե, որ ինքը ներկայանա, որ իր համար գառնու տաճարը, տեսեք, մեր համար ինքը տաճարը բառային իմաստով առնվազն, որովհետև մենք այդտենց ստացել ենք 2000 տարի առաջ, ինքը մեր համար տաճար է, տաճար, ինքը դա ամանում է հավաբուն, իսկ քարահունջն է, որը գիտական կենտրոն է, ռագատկու քարերի կույտ, ու այս երկու բառն են հերիքա, որ ինքը բանական մարդկանց մոտ լավ ասեմ մերժված լինի, բայց ունենա զրոյական վստահություն եւ հեղինակություն։ Զրոյական, այսինքն բանական մարդը, եթե լսում է, որ մեկը կարա այլ մարդու հավատամքի տաճարին ասի հավաբուն, ու դրանից հետո ինքը դա ընդունել է, ուրեմն մի պիղծ էլ ինքն է։ Որտեղ ասենք այդ մարդու համար նորմալ է, որ ուրիշի հավատամքի տաճարը կարելի ասել հավաբուն։ Նշանակում է ինքն էլ է պիղծ։ Ուսի կապ չունի, դա քրիստոնեական է, հեթանոսական է, չգիտեմ, բուդդիստական է, հելենական է, բացարձակապես կապ չունի։ Ինչ որ մի մարդկանց խմբի համար դա տաճար է։ Առ այսօր այնտեղ ծեսեր է կատարվում։ Ուսա իբր չի թաքցրել, որ ինքը պիղծ է, ուղղակի ամեն մարդ չի տեսել, դա ամեն մարդ չի ուզեցել տեսնի։ Օրինակ ես կողքի կանգնածները բոլորը հերթով, որ ինկվիզիցիայի պոտենցիալ եւ անպայման ենթակա երևույթներ են, իրենք այս ամեն ինչի համար պետք է պատասխան տան։ Պիտի պատասխան տան ամենա, ոչ թե որ ես այսքան ողակալ եմ եւ ուզում եմ անպայման պատիժ տենամ, չէ, բոլորը պետք է իմանան մի բան, որ ոչինչ անպատիժ չմնա, չպիտի մնա եւ չի կարող մնա, որովհետեւ չկա ավելի լկտիացնող եւ սանձարձակող երևույթ, քան անպատժելիության զգացումն է։ Տեսնենք Վագնից բացի Էլովա որոշել, որ Նիկոլից հետո կյանք չկա։ Բնականաբար խոշոր երջերավորը։ Դու բոլոր պարտությունների սիմվոլն ես։ Ալեն Սիմոնյանն ասում է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Պատկերացնում ես։ Պարտությունների սիմվոլը երկիր ծախած, հազարավոր երեխեք սպանած, առ այսօր հանձնող տականքը Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է պարտությունների սիմվոլ։ Լևոն Տեր-Պետրոսյանը իմ քաղաքական թշնամին է, իմ պետականության թշնամին է, բայց իր օրոք Արցախը ազատագրվել, այդ տականք, ինչքան էլ որ ինքը չի ուզեցել, ինչքան էլ որ մեզ քարոզել է, որ մենք թույլ տկարազգ ենք, բայց փաստացի դա հնարավոր չի ուրանալ, սա օբյեկտիվ իրականություն է։ Ու ինքը հաղթանակը նվիրեց Ադրբեջանին։ Ու ինքը պարտությունների սիմվոլ։ Ինքը ձեզ բերեց իշխանության, ինքը ձեզ այսքան ժամանակ աջակցեց, նույնիսկ կոչ էր անում այս կաթողիկոսին, Սերժիկին, Ռոբիկին,
կոչ էր անում ձեր համար, ասում էր Հայաստանի ապագան կապիտուլյացիայի մեջ, այսինքն ձեր ամբողջովին ինքը ծառայել է ու հասնում է, որ այսօր իշխան ալում է։ Բայց ով ասում։ Ազգասպան, ցեղասպան, որ միջև մազերը ծերը արյան մեջ է, մեկը։ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Երևի ճիշտ է ասում։ Որովհետև եթե չլիներ Լևոն Տեր-Պետրոսյանի հավաքներն ու հանդիպումները կաթողիկոսի Սերժիկի եւ Ռոբիկի հետ, որտեղ ինքը համոզում էր ու ասում էր, որ Հայաստանի ապագան ու փրկությունը կապիտուլյացիայի մեջն է, ձեր երկն էր երկում։ Եթե այն ժամանակ չքարոզեր, գուցե դուք եւս 2-3 տարի գոյություն չունենայիք։ Եվ ձեր փաթելու եւ դեֆորմացիայի process-ները Արցախի Պոչամբարի մեջ սարքած արհեստական կղզում արդեն սկսած կլիներ առնվազն 2-3 տարի առաջ։ Ու դա հետաձգեց ընդամենը Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բաներ կա, ես վստահ եմ, քաղաքականության մեջ, իսկ Հայաստանում քաղաքականությունը դա մաֆիոզ ինքը ստրուկտուրա է, բաներ կա, որ չի ներվում։ Եթե սա ներվեց, ուրեմն իրանց իրոք էս ամեն ինչը հասնում է։ Իրոք։ Կապրենք, կտեսնենք։ Մահաբերներ։ Եվ բոլորդ իմացել եք այսօր, որ այս տականքի էլի շարասյուն է սա պատճառով 3 հոգի հոսպիտալիզացվել է։ Մենք ուզում եմ այս տեսարանը նայենք։ Լիքը բան ալնել։ Այսպեսի կարտեժով շրջում է մեկ էլ Պուտինը։ Այս վերջը նայենք։ Սա թողման այստեղ մեզ վերջում պետք է գալու։ Սա մեզ վերջում պետք է գալու, անպայման թողման այստեղ։ Սա, սենց պաուզա եմ տալիս, ինքը թողմանա այստեղ։ Այսքան մեքենա, այսքան ռեսուրս, ոգևորված ոստիկաններ, նոր մեքենա են տեսել։ Մոռացել են, որ սա ինչի դիմաց է տրված իրանց։ Ծառայում են։ Հկած պետության վրա։ Այսինքն պետությանը չէ, թքած իրենց ընտանիքների վրա։ Ծառայում են, որ մեր ճիվաղ, ազգադա, ոչնչություն գնա ինչ-որ միտեղ։ Ես ամասին ուզում եմ վերջաբանը ասեմ վերջում։ Նա ադրբեջանցի է հետաքրքիր պոստ գրել Նիկոլի տակ շնորհավորանքի, որտեղ ինքը շնորհավորում է ադրբեջանցիներին։ Ասում է Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ, ասում է նա միակ, լսեք, դա կարևոր բան, միակ հայն է, որը հարգում է ադրբեջանցիներին եւ
ադրբեջանցիներն էլ մեծամասնակ աջակցում են Փաշինյան Նիկոլին, տեսեք, միակ հայն է։ Ասում է, երբեմն ինձ թվում է, որ Փաշինյանը հայ չի, ադրբեջանցի է։ Ռոշան Ազիզով կարած չկասկածես, ինքը միակն է, այո, ու ինքը հայ չի։ Ու լավն է, որ ինքը միակն է։ Շատ ավելի տխուր կլիներ, եթե իրանից շատ լիներ։ Ինչով է ինքը միակը, ոնց ասեմ, միակ իր թիմով, էլի, մի քանի օքի, սո տեսել ենք, չէ, վաղը տեսնենք ելով է, Ալենից, այս խոշոր երջևորից են չխանձած խոզից բացի, ելով է միանում, այս բանին, արշավին ու կերևա։ Բայց ստեղ մի բան եմ ուզում ասեմ, որ գնալով այս տուրբո նիկոլականների թիվը պակասում է։ Պակասում։ Մնալու է, այսինքն մնալու է ինքը չխանձած խոզի ու այս խոշոր երջերավորի հույսին։ Հասկանաք, չէ՞, սա ինչա նշանակում քաղաքական իմաստով։ Որ ինքը բոլորին արդեն հոգնեցրել է եւ մցրել է տուպիկ։ Սրանք հասկանում են բոլորը, որ սա ապագա չունի, որովհետեւ ամեն մի գրառում, այսինքն իր չեղած ռեյտինգից մի հատ ասես մեծ կտոր շպրտում է գետնին, մեծ կտոր շպրտում է գետնին։ Միջև հիմա Իրան իշխանության պահել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ես ոնց եմ ասում, այս վերջերս էր, չէ՞, ինքը հանդիպումների կատարվում, ասում էր արեք կապիտուլյացիա անենք, սա մեր ապագան է։ Անում են ինչ որ Նիկոլին պետք էր։ Բայց իհարկե դա Նիկոլի ծրագիրը չի, դա մոսկովյան ծրագիրն է։ Հա։ Ու բայց չէ՞ որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի շատ սիրողները չգիտեն։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի շատ սիրողները այսօր դարձան Նիկոլի ողջերին փշնամիները, որտեղ իրանք տեսեք իրանք ինձ կներեն, որ ես իրան չեմ սիրում։ Ես հիմնավորում եմ ինչի է ինքը դավաճան, ինչի է ինքը իմ թշնամի, բայց իրանք չեն ների նրանք, ում Լևոն Տեր-Պետրոսյանը սարքել է, մար աջակցել է, ու այսքանից հետո նա նրան մեղադրում է ինչ որ հանցագործությունների մեջ։ Թեկուզ ճշմարտություն է դա, նրան չեն ների իրանք։ Այսպեսի մի բան կա, ուզում իրականում։ Բաքվում հրատարակվել է ֆոտոալբոմ, որը ներկայացնում է Հայաստանի բոլոր այն նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը, ուր Ալիևի վարչակազմը մտադիր է վերադարձնել ադրբեջանցիներին։ Գրքի հրատարակիչները պատմել են, թե ինչպես է իրենց հաջողվել Հայաստան գործուղել լուսանկարիչներին հայերին վարկաբեկող ֆոտոփաստեր հավաքելու նպատակով։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչպես են կարողացել աշխատել Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ։ Այդ գիրքը խոսուն անուն ունի քարեր ժողովելու ժամանակն է, անգլերենով է հրատարակվել եւ ինչպես հրատարակիչներն են պարզաբանել, ծառայելու է օտարերկրյա փորձագետներին եւ դիվանագետների համար է նախատեսված։ Գրքի գլխավոր հրատարակիչ Մուսա Մերջանլին պարզաբանել է, որ կես տարվա ընթացքում մի քանի խումբ լուսանկարիչներ են գործուղվել Հայաստան հայերին վարկաբեկող այդ ֆոտոնյութերը հավաքելու համար։ Եվ քանի որ գիտակցում են, որ ադրբեջանցի լրագրողներին ավելի դժվար կլիներ, օտարերկրացի լուսանկարիչների են վարձել, ովքեր բնական է գիտակցել են, թե ինչ նպատակով են օգտագործվելու իրենց արած լուսանկարները։ Այսինքն քրեական հանցագործություն է տեղի ունեցել, քանի որ այդ նյութերը օգտագործվում են ազգային թշնամանք հրահարելու նպատակով։ Եվ ինչն է հետաքրքիր, գրքի հրատարակիչը խոստովանում է, որ խնդիրների հետ բախվել են այդ օտարերկրացի լուսանկարիչները, բայց խոչընդոտողները եղել են ոչ թե Հայաստանի հատուկ ծառայության աշխատակիցները, այլ այդ գյուղերի շարքային բնակիչները, որոնք նկատում էին, որ տարօրինակ եւ վտանգավոր բան է տեղի ունենում եւ խանգարում էին իրենց լուսանկարել։ Մասնավորապես Եզդի բնակչության ներկայացուցիչները գիտակցում էին, որ այդ լուսանկարները հայերի դեմ են օգտագործվելու եւ արգելել են լուսանկարել։ Թե արդյոք Հայաստանի հակահետախուզական ծառայությունները տեղյակ են եղել այդ առաքելության մասին, որևէ բան հայտնի չէ։ Հետաքրքիր է, չէ՞, որ այդ գործողություններին խոչընդոտել են գյուղացիները, հասկացել են, որ սխալ բան է կատարվում։ Փաստացի սա քրեական հանցագործություն է եւ քրեական գործեր նույնիսկ չկա հարուցված, ասենք գոնե այն լուսանկարիչների նկատմամբ, որոնք այդ գործերն արել են։ Հա, ու Արտյոմ Երկանյանը հարցակալի։
ինչ է այդ մասին մտածում Հայաստանի հակապարտեզությունը ընդհանրապես։ Հիշում եք մի քանի հաղորդում առաջ էր, որ երբ որ մենք խոսում էինք այն իրադարձությունից, որ տեղի ունեցավ Ռուսաստանում, որտեղ հիշում եք 7 օդանավակայան իրենց լավագույն ինքնաթիռներով պայթեցվեցին, ընդհանրապես մեկ ակնթարթում, հա, իրականացվեց օպերացիա, դրոնները բարձրացան եւ ոչնչացեցին միլիարդների անգնահատելի չվերականգնվող, հա, այդ միջուկային հրթիռներ կրող օդանավերը։ Հիշում եք ժամանակ որ ասեցին, եթե այդպես մի բան ուզենան Հայաստանում, ոչ մի խոչընդոտ չկա, որովհետեւ ոչ մի ձև չի վերահսկվում, ինչ է կատարվում Հայաստանում, ով է մտնում, ով է դուրս գալիս, Հայաստանը ընդհանրապես ոտի տակ գնում է եւ ոչ մեկ ոչ մի համար պատասխան չի տալու։ Հենց այդ հաղորդումից հետո սկսած իմ ընկերներից միջև դիտորները ցեցին գրել, որ ես դրանով փաստորեն թերագնահատում եմ, խոճապ եմ տարածում, ես վատատես եմ, ես ինչի եմ այտենց խոսում, դա կարող է իրանք լսեն, հասկանան, որ Հայաստանը ոտի տակ բացա բոլորի համար, էլ ինչ ասես, ուզում եմ ասել, բայ ընկերներ, իրանք իմ ասելուն էին սպասում, սա եւս մեկ ապացույց, որ Հայաստանը թափանցիկ, խոցելի մի արոտավայր է դարձել արտաքին բոլոր տեսակի հետախուզությունների համար, արոտավայր ԿՊ-ականների համար, որտեղ իրանք խոտ են ուտում փողի ձևով բացառապես եւ բաց տարածք բոլոր օտարերկրյա գործակալությունների համար։ Նույնիսկ գիրք հրապարակվելուց հետո քրեական գործեր չկան հարուցած այն լուսանկարիչների վրա, որոնք իրականացել են, ասենք առնվազն պետքա դրանց անցանկալի անհայտարարված լինեին, ինչ որ մի բան պետքա լիներ, դա էլ չկա։ Դե հիմա մի զբաղվեք քաղաքականությամբ, հարգելի հայրենակիցներ, մտածեք, որ քանի մեր շենքը չի պայթել, քանի օդանավակայանը, մետրոն, չգիտեմ, Կիևյան կամուրջը եւ այլ կարևոր օբյեկտներ, ասենք դեռ աշխատում են, ոչ մի վտանգ չի սպառնում Հայաստան։ Հա, դե հիմա քանի կա։ Սոսկալի է ես որ գիտեմ ինչ կարող են անել իրենց ռեսուրսներով։ Ուզում է կառավարության շենք, ուզում է ազգային ժողովի շենք, ցանկացած տերորիստական գործողություն հանգիստ կարող է իրականանալ, որովհետև այդ ամբողջ ռեսուրսը կենտրոնացած է մի բանի շուրջ, թե Նիկոլ Փաշինյանը ինչքան արագ գնա, միտեղ ու արագ հետ գա։ Այդ ընթացքում էլ աչ ու ձախ ինչ հնարավոր է ավիրելով։ Հասկանում եք։ Եվ ինչքան հնարավոր է, ինչքան ձև կա թալանել բոլոր տեսակի ռեսուրսները, եւ փողի տեսքով, եւ ընդերքի տեսքով։ Ես չգիտեմ, սրանց ավել ինչ կարելի է ասել ստապեցնելու համար։ Եվ այսպես, քանի որ ես 150 դրամի օպերացիան չանցավ, դու բնականաբար չէր անցնելու, իրանք ճիշտ հարստացան, այդ 50 դրամ ավելը գնում է իրանց մի անգամից, ուղիղ, բլուս են ինչ-որ գնում էր միջև է, բայց իրանք չեն կարողանում ոչ մի բան անել, ոչ մի բան թարմացնել, ոչ մի բան շրկել, հիմա որոշել են, քննարկում են ոնց անել, որ դառնեն 300 դրամ ուղղվածը։ Ես ուղղակի զարմանում, որ միանգամից 1000 դրամ չեն դնում գինը, ինչու չեմ հասկանում, ազնիվ խոսք չեմ հասկանում, մեկը մի մաս լինելու է, որ այն 4 կոտանի կենթանիների նման տալու է ցանկացած գին, մենակ հանգարց իրան չասել, ամոթա, ինքը չվճարեց հանգացված գինը։ Ես ազնիվ խոսք եմ ասել, միշտ լինելու է, բայց ինչքան բարձր լինի այդ գինը, այդ վճարողները քիչ են լինելու։ Դա ասում Ավինյան, արագ, որոշեք, այն Վազգենի քրոջը, էլի է Վազգենի քուր ասեցին, թող քույրերն իզներ են։ Նիկոլի հարճ համատեղության կարգով Վազգեն Սարգսյանի եղբոր հետ, արագ մի բան մոգոնեք, հանեք, գինը 300 դրամ։ Ինձ նես հետաքրքիր է ինչա լինելու։ Հանեք, արագ։ Բա ինչ ենք ուզում ժողովուրդ։ Բա ինչ ենք ուզում։ Ավինյան Տիկո ու Արամ Սարգսյան ընտրենք ու հանգիստ ապրենք այս քաղաքում։ Ու ասենք վթարներ չլինի, ջուրը չգա լցվի տներով, խանութներով, հա։ Դա չի լինում։ Օդը թունավոր չլինի, ջուրը կեղտոտ չլինի, չի լինում այս ամեն ինչը։ Չի լինում, որովհետև
դա ես չեմ ասել, դա մտության օրենքն է, սենց է, ինչ ցանում ես, այն հնձում ես։ Այսօր ինչ որ կատարվում է Հայաստանում, դա բարի ամենալայն իմաստով, բոլոր շերտերով, դա մենք ստեղծել ենք մեր համար։ Ինչքան շուտ ընդունենք դա, այնքան շուտ խոստովանենք դա, այնքան շուտ կարող է սկսենք դա մեջից դուրս գալ։ Դե սպասում եմ, երբ են սարքելու 300 գրամ, ազնիվ խոս սպասում եմ։ Չեմ ասում եկա այդ փողը տվող լինելու է, բայց քիչ են լինելու, որովհետև նույնիսկ այս ժամանակ, հա, գրում են Նիկոլ ջան, դու մեզ թիկուն կեղիր, մայր աթոռը վառենք մեր թիմով, սաղ իմանան իրենց տեղը։ Այո, ժողովուրդ ջան։ Այո։ Այո, մի զարմացեք, կան ու լինելու են նման բաներ։ Գիտեք ինչի։ Որովհետև հասարակական պարսարանքի ինստիտուտը խախուդ է, չի աշխատում։ Չի աշխատում, էլի։ Այն կարգի չի աշխատում, որ այս կարգի մարդիկ կամաչեին, կվախենային ուղղակի sense բան գրեին։ Չէ՞ որ գրողի դեմքն էլ երևում, չէ՞ որ այդ չխանձած խոզը, այդ Վահագն, բանը, չգիտեմ ազգանուն ինչա։ Դուրս է գալի, մարդկանց հետ շփվում է երևի, խանութ է գնում, ռեստորան է գնում, իրան դիմավորում են։ Նույն խոշոր երջերավորները։ Հասկացեք, միջև սրանք ամեն քայլափոխին իրենց դեմքին թուք ու մուր չստանա, պարտադիր չէ զենքով բանով ապստամբել, բայց տարական վերաբերմունք կարելի է ունենալ։ Միջև դա չլինի, սրանք իրանց տեղը չեն իմանալու։ Ներսում դուք իմացեք, իրանք պատրաստ են վառել իրանց թիմով մայր աթոռը։ Ես հավատում եմ դրան, որովհետև իրենց այլ բան չի մնում անելու։ Ու սրանք այլ բանի ընդունակ չեն, սրանք ավիրող են, սրանք մահաբեր են, սրանք թշնամի են, ցանկացած հոգևոր, չգիտեմ, մարդկային արժեքների։ Սրանք թշնամի են ու դա չեն էլ թաքցնում։ Հասկանում եք, արդեն Նիկոլի շրջանում, ասեմ, Հայաստանում ամենավատ բանը որ կատարվեց, որ Նիկոլի ժամանակաշրջանում այլևս տական Գերեվալը ինքնաարտահայտվել է, արդեն ամոթ չի, արդեն պարսավելի չի։ Այն հայկական ամոթը, որ ասում են ամոթը, չկա, Նիկոլը հասավ դրան, որ իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է լինել կատարյալ քստմնելի ու տականք ու դրա համար չամաչել։ Ու ինքը հանեց այդ շերտը, հանեց այս ջրերից, իսրանք էլ, եթե Նիկոլը կարա ինչի՞ չէ, թող ինքը իմանա, որ մենք էլ ենք իր նման։ Կարող է միտեղ մեզ դա օգնի, հասկանում եք։ Սա դրա կինն է։ Դրանք կինը չկներեք, որ դրանք կին եմ ասում, սա դրա երեխեքի մերն է, այն որ կրթությունը մոդայի կա հայտարարել, բայց չի հասցվել կրթվի։ Այս գրեհիկը, ինչ ասեմ, լավ խոսք ասում, տալանտ не пропьешь, ասում, տաղանդը չես խմի, էլի, և նույնը գրեհկությունը, տգիտությունը չես կարող թաքցնել։ Հնարավոր չի, էլի, ոնց ուզում ես իրան տարբեր ձևերով սենց համեմի։ Հնարավոր չի թաքցվել։ Քո տգիտությունը, քո ցածրորակ անորակ լինելը մի տեղից դուրս է գալիս։ Գիտես, դա լինի խոսքի, դա լինի ժեստի, դա լինի նստած դիրքի, ռեակցիաների, ստատուսների, բառապաշարի։ Ու ինչքան ուզում եք լոզունգներ գրեք պետության հաշվին, միջոցառումներ արեք, իբր ձեզ կոնտինգենտ ապահովելով։ Բոլոր տեսակ բարոյական, նորմալ մարդկանց համար դուք մնում եք անտանելի, չընդունելի, գրեհիկ, ողորմելի, անբացատրելի տեսակ։ Ու ես գիտեմ, որ Հայաստանում գերակշռում է այդ հասկացող մասը։ Գերակշռում։ Այո, մարդիկ կան, որ ձեր հետ պատրաստ են վառել մայր աթոռը։ Այո, մարդիկ կան, որ համաձայն են Նիկոլի հետ, որ ասենք, չգիտեմ, բանա, մեր գառնու տաճարը հավաբունա։ Այո, կլինեն, հա, քարահոնջներ, դա գիտական կենտրոն չի։ Գիտական կենտրոն չի, որ աշխարհում ոչ մի տեղ չկա։ Դա ընդամենը ռագատի քարեր են։ Դա էլ կա, բայց դրանք շատ քիչ են, որովհետև հայկական միջավայրը ինքը մի քիչ մեղմ եմ ասում, տարբերվում է այլ միջավայրերից։ Հայաստանում սովորելը միշտ եղել է ոչ թե ժամանակակից, ոչ թե մոդային տուրք տալով, դա եղել է պայման, ներքին պահանջ։ Դա եղել է տեսակ։
Այսինքն մարդու հայը կարող է վատ ապրել, բայց երեխան անպայման պետք է կրթություն ստանալ, ու լավ կրթություն պետք է ստանալ։ Դա մեր մոտ է վստահ եմ հрьяաների մոտ էլ այդպես։ Կարող է իրանց մոտ ավելի շատ է, բայց Հայաստանում դա կա հաստատ։ Ու մարդիկ որ կրթված են, ինչքան կրթված, այնքան ավելի են հասկանում, որ սա փողոցում սենց բան կարողանի ուղղակի, չգիտեմ, ղռելի զիբիլի բաների վրա մեծացած ինչ որ կենթանու տեսակ։ Ես չեմ ուզում ասեմ կատու, որտեղ կատու պահողներն ինձանից նեղանում են ու ճիշտ են անում։ Հա։ Այդ զիբիլի բաների վրա մեծացած ինչ որ կենթանու տեսակ։ Բոլորն դա հասկանում։ Անցնենք այլ բաներով, ինչա կատարվում աշխարհում արագ անցնենք ու հետ գանք։ Երևի դուք հիշում եք, հա, Գրետա Թունբերգը, որ եկել էր Հայաստան։ Այն ակտիվ աղջիկն է, որը Արցախի կորուստի հետ կապված բաներ, միջոցառումներ էր արել, մշակութային ցեղասպանության դեմ էր բողոքում, մի խոսքով շատ ակտիվ աղջիկ է։ Այդ աղջիկը բանը օգնություն է տանում Gaza. Monsieur le Président de la République, notre équipage de la flottille de la Liberté arrivera dans 48 heures à proximité des côtes palestiniennes, avec un sous foncé, dont je parle actuellement. Մի խոսքով այս աղջիկը իր ընկերների հետ օգնություն է տանում Գազա եւ Իսրայելը չի թողում որ մոտենան։ Չի թողում մոտենան այդ սովի մեջ կոտորվող ժողովրդին, իսկ դա այսօր on-line ցեղասպանություն է։ Իսրայելը այսօր Նետանյահուի գլխավորությամբ իրականացնում են արդեն տարի ու կեսա ցեղասպանություն բարի բուն իմաստով։ Եվ այսեք պետությունները չեն օգնում, Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեռը չի բռնում, ոչ մեկ Ֆրանսիան դատապարտում, ով դատապարտում են թռնում են դեմքերին միանգամից։ Միջազգային դատարանը դատապարտել է ձեռը տալիս, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ինչ անում, իրենս Ռուբիոյի սանկցիաներ է կիրառում այդ դատավորների նկատմամբ։ Ակտիվիստներն են փորձում օգնել, չէ, փագա ճանապարհը չեն թողի։ Այդ ժողովրդին իրեն միջևերջ կոտորել, ոնց որ ասեք թուրքերը հայերին են անում։ Ոնց որ թուրքերը հայերին են անում, թող ոչ մեկ ինձ չէ բան է հիշեցնի հոկտեմբերի 7-ի միջոցառումը։ Ես նորից կրկնեմ, որ հոկտեմբերի 7-ի հարձակումը կազմակերպված էր, հովանավորված էր, ամեն ինչ թույլատրված էր հենց Իսրայելի պետության ղեկավարների կողմից։ Եվ դրա համար էլ այդ դատավարությունը, այդ քննությունը չի գնում առաջ ոչ մի ձև։ Չի գնում ուղղակի։ Որովհետև քանի Նետանյահուն կա, դա չի բացահայտվելու։ Որտեղ Նետանյահուի համար այս պատերազմը, որ վաղուց կարող ավարտված լիներ, պետք է բացառապես իշխանության մնալու համար, որտեղ հենց եղավ խաղաղություն, այս ամբողջ գործերը, իր նախկին քրեական գործերը բացահայտվելու է, պետք է սկսեն դատավարություն կա իր վրա։ Ու այս մարդը իր երկիրը դարձել է ցեղասպան երկիր։ Սա վճարելու ամբողջ Իսրայելը սա դիմաց։ Մեղավոր, անմեղ քաղաքացի, իմիջով, ոնց ուզում լինի, սա հատուցվելու է անպայման։ Սա անհետևանք չի լինելու, չի կարող անցնել։ Այսօր հայտարարած բան է եղել եւ անխուսափելի։ Մասկն ու ֆինանսների նախարար Դոնալդ Թրամփի ծեծել են իրար կերվենալ սպիտակ տանը հենց։ Սպիտակ տանը ու ոնց պետք է լիներ։ Ոնց պետք է լիներ Թրամփի նման ղեկավար ունենալու պարագայում։ Ոչ մի ուրիշ ձև չէր կարող լինել։ Ու Թրամփը գիտեք ինչ է խոստանում իրանից հեռացող Իլոն Մասկին, որովհետեւ հանկարծ ինքը սկսի հովանավորել դեմոկրատներին, շատ լուրջ հետևանքներ կունենա։ Սպառնում է ու մենք հասկանում ենք ինչով է սպառնում։ Պարզվում է Մասկի ամբողջ այդ ընկերությունները օգտվել են պետական մեծ դոտացիաներից, մեծ քվոտաներից։ Այսինքն բացահայտում է, որ մենք կոռուպցիոն կապացություն ենք ունեցել, հենց դու փող տաս դեմոկրատներին, դու մեծ հետևանքներ կունենաս։ Հիմա այս կարգի ղեկավարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ֆինանսների նախարարներն իրաց կարող են ծեծել սպիտակ տան մեջ։ Այս սպիտակ տան մեջ ինչ որ եղավ Զելենսկու նկատմամբ, դա պակաս ծեծկրտուկ չէր, քան հենց այս ծեծկրտուկը ինչ որ եղել է։ Իսկ ամենամեծ ստորությունը, որ արեց Թրամփը,
Երևի դեռ ոչ ամենամեծ Նիկոլը Պուտինի այսքան հետևողական ստորացնելուց հետո էլի Ուկրաինայի համար նախատեսված 20,000 հակադրոնային հրթիռները չտվեց Ուկրաինային։ Նախատեսված էր Ուկրաինայի համար, չտվեց Ուկրաինային։ Ուղարկեց Միջին Արևելք։ Ուրիշ տեղ, տվեց ամերիկյան զորքերին։ Չուղարկեց։ Էլի փրկեց Պուտինին։ Ես որ ասում եմ Էփշտեյնի գործով եւ ոչ միայն Էփշտեյնի գործով այնքան վրան սա կամպրոմատներ կա, որ սա իրան կարող է պատեպատ տա, իրան կարող է ես չգիտեմ ինչ անի, բայց դրանից ավել չի կարողանալու թողնել։ Ինքը աղետ է ամերիկյան պետության գլխին։ Ամերիկայի այս իր կողքի մարդիկ ինչքան շուտ հասկանան դա։ Ես չգիտեմ ինչ պետք է անես, որ սա հասկանային։ Սա ամերիկայի մեծամասնի Նիկոլն է, ոչ մի տարբերություն չկա։ Ուղղակի Նիկոլը ծառայում է Ալիևին ու Պուտինին, սա էլ է ծառայում։ Երկուսն նույն տեղն ունեն։ Էս էլ է ծառայում Պուտինին։ Իսկ այսօրվա միջադեպը Մերցի հետ զրույցի ժամանակ սա վերջն է։ Սա անպատկերացնելի է։ Նայ talk with you later on how we could contribute to that goal, and we all are looking for measures and for instruments to bring this terrible war to an end. And may I remind you that we are having June 6th tomorrow. This is Ինչ ասում։ Ես ամբողջ չնայեք։ Ասում եմ մենք պետքա վերջ տանք այս ամեն ինչին։ Այս ամեն ինչին պետք է վերջ տանք, ասում եմ։ Ու հիշացել է երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որ երբ որ մեծ պատերազմ էր Եվրոպայում, սա մերսն է, Գերմանիայի ներկայացիչն է։ Մեծ պատերազմ էր Եվրոպայում։ Ամեն ինչ փոխվեց, երբ որ ամերիկյան զորքերը իջան Նորմանդիա։ Սա ինչ ասի որ լավ է։ Հա, ասում եմ երևի ժամանակ ձեր համար լավ չէ, չէ՞ որ մենք եկան։ Յանամ դուք գերմանացի եկել, դուք ֆաշիստներն եք, ձեր դեմ էինք եղել բոլորը։ Մերսը շատ լուրջ։ Հա։ Բայց դա պատմական փաստ էր, դա փոխեց պատերազմի ընթացքը եւ ֆաշիզմը վերացվեց։ Պատկերացնեք։ Սա ասում եմ ձեր համար, յանամ դու գերմանացիներն եք, էլի, նույնականացնում է, չի ասում ֆաշիզմի համար, ասում է ձեր համար։ Ու հեգնում, հա, ձեր համար էսի վատ հետևանքներ ունեցա, չէ՞, մենք եկանք ձեր ջարդեցինք ընդ։ Մերսը լուրջ ասում է։ Հա, պատմական փաստ է եւ փոխեց պատերազմի ընթացքը։ Սա աղետ է, ես չգիտեմ, լրջության մասին խոսամ, ու այն մարդկանց մեկ էլ մարդիկ եմ տեսնում լուրջ, իմ շրջապատումների շփումների ժամանակ, որ դեռ Թրամփին են աջակցում։ Ուզում մտածեմ ադարես մակտարը։ Տեսնասի, ինչ-որ մի բան կարծում է կամ ինչ-որ մի ինքը սահմաններ ու սանդղակներ ունի իր համար, չափանիշներ, բարոյականության, ընդունելության, չընդունելության։ Ուսես նայում ես, հասկանում ես, աշխարհով մեկ նույն խնդիրն է, բարոյականության ճգնաժամ կա։ Սա Լապշինի հրապարակած ինֆորմացիան է։ Что у меня находится за спиной? Посмотрите внимательно. Это карта Азербайджана. Եղոսկոպ, սա Ադրբեջանի քարտեզն է, ես մի անգամ ես թարգմանեմ, Մեքսիկայում, Մեխիկոյում, որտեղ մեծ փողերի դիմաց Ադրբեջանը սա դրել է, դիմացնել դրել է Հեյդար Ալիևի արձանը։ Բայց մի որոշ ժամանակ հետո մեքսիկացիները հասկացել են սա ցեղասպան է, դիկտատոր է, սել են բողոքել, պիկետներ են արել, ցույցեր են արել, մեդիան է գրել, մի խոսքով այնքան աղմուկը մեծացել է, որ մեքսիկական կառավարությունը պարտադրել է հանել ուղղակի Հեյդար Ալիևի արձանը ընդերից։ Նու ադրբեջանցիներն շատ նեղված է հանգամանքից, վերցել են, տալել են, դրել են իրանց դեսպանատան Բաքու Հեյդար Ալիևի արձանը, բայց սա մնացել է։ Սա մասին ենք արդեն խոսեցինք, եւ այսպես Մեկտերի 5-րդ ամիս։ Հա, 180 դրամ։ Նախորդ տարի 180 դրամ էր։ Արի, հեսա 21 թիվ 180 դրամով ես ապրանք եմ տվել։
Նման բան չի եղել այսքան ժամանակ։ Ասենք որ գան հատով կարտոշկա առնեն։ Ես 97 թվականին Մոսկվայում տեսել եմ հատիկով շակալատ են առնում ռուսները, զարմացել եմ, բայց հիմա մեր ժողովուրդը գալի 3 հատով 4 հատիկով կարտոշկա են առնում։ Կարակը թանկացել է ժողովուրդ ջան։ Խառը կանաչի կերեք, ինչ ա եղել որ։ Կենտրոնական բանկի նախագահն ասեց որ գիտությունը պարզել է որ կարակը օգտակար է, բայց գիտությունը գիտեք երբ է պարզել որ խառը կանաչին օգտակար է։ Կամ խոզի միսը թանկացել է, այս սխտոր կերեք այդ ձեր ցավը տանեմ, ինչ է խառնվել իրար։ Բենզինը թանկացել է, մենք այն օրը ցույց տվեցինք, բրդեք ձեր ավտոները, ինչա ուժները բան, թեմերի մեջ ուժ չկա, համեն ֆիթնեսը լավ ծառայություն է։ Արժի սա մասին բան ասել ժողովուրդ։ Արժի էլ բան ասել ստեղ։ Այսպեսի մի նկար ընկավ աչքիս։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, որ բոլոր երկրներում, բոլոր Հայաստանում, մանավանդ արտասահմանում, սա բանում է, Տորոնտոյում է, Կանադա, հունիսի 7-25 թիվ, այսինքն 2 օրվա նկարը, առանց Նիկոլ երկիր, առանց Նիկոլ Հայաստան, ես կասեի առանց Նիկոլ Հայաստան, մյուս բանի վրա է, առանց կեղծիք Հայաստան, առանց կեղծիք Հայաստան, որտեղ Նժդեն ասում էր պիտի մեռնի կեղծիքը, որ ապրի Հայաստանում։ Այո, Նիկոլն ու կեղծիքը դա հոմանիշներ են։ Առանց Նիկոլ երկիր չի գրեք Հայաստանում։ Հայ երևի երկիր են գրել, որ ուղղակի տեղի հերիքի։ Հա, թեկուս։ Ժողովուրդ ջան, գրեք ձեր մեքենաների նման, թե վրա, թե Հայաստանում, թե արտասահմանում, նախ դուք իրար կճանաչեք, համախոհներով կգտնեք փողոցներում իրար, փորձեք։ Հա։ Երկրորդն էլ սա կդառնա բան, ուղղակի նշանաբան, որ մենք հասկանանք մեզ ինչ է պետք։ Կարծում եմ շատ լավ օրինակ է սա։ Ինչ եք կարծում, Հայաստանը իրականում ով է ղեկավարում, Նիկոլ Փաշինյանը թե դրսից ուժեր։ Նիկոլը աղբախ մարդ է, քամին տարած։ Այդ դրսից ոնց ասում են, այդ խիարը, այտենց է կառավարում Ազիզյան։ Սատկի էդի, հա, երեկվա հաղորդում ասում է, վայ, 18 թվականից ավելի լավ են ապրում մեր ժողովուրդը։ 50%-ով ավելի լավ են։ 50%-ով ավելի լավ։ Այ բոմժ, գոնե հիշի քո այդ բոմժ տունը, քեզ, քո այդ Աննա Բոլենինային ու նոր խոսալ, ես էլ ուրիշ բան չունեմ ասելու։ Երբ պետք է ռադարնի մեր հոգին ազատվի, ցավը տանը։ Աստված մեծ է, տենանք հլա ինչ կլինի։ Դե 50%-ով լավ ապրում ժողովուրդը, դրա համար էլ ասենք կարտոֆիլը հատով են առնում արդեն։ Հատով։ Դա երևի հետ 50% լավ ապրելու բանն է, ցուցանիշն է։ Դե ուրիշ ոնց է լինում 50% լավ ապրելու, ուսումա մենակը տենց է հնարավոր չափել։ Ասեք հայ մարդը ինչու պիտի չվստահի Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանը։ Ակնհայտ է, ախր դավաճանում է, երկիրը վաճառում է, մենք հայրենիք արդեն չունենք։ Ես զարմանում եմ, որ մարդիկ դա չեն տեսնում։ Այսօր Զանգեզուրն է արդեն վաճառում եւ վաճառելու է։ Այդ մի ժամ տասատը տեսած ուղղակի պետք է մեկը լինի, որ իրան հանի այդ աթոռից։ Գորդորը սա բոլորին, որ կպնենք տիրոջը հաղթենք, միայն Աստված, միայն մեր Հիսուսն է, որ մեր համար կանգնած է, պետք է ապահովենք ու գնանք դեպի իրեն։ Ու մեր սրբությունը, մեր վաղը քրիստոնեությանն է կպնելու։ Արդեն սկսել է եկեղեցուց, հոգևորականներից, արդեն կարգելի քրիստոնեություն տարածելը, չի թողի Քրիստոսի անունը տանք։ Եվ շատ վտանգավոր է։ Մենք Իմջելոց, եթե չի թողում Արցախի անուն տալ, ցեղասպանության անուն տալ, ինչի Քրիստոսի անուն պիտի չարկելի, որ ոնց մոռացա ասեի Արտյոմ Երկանյանին, որ մենք լսում էինք։ Ուզում ասեմ, Արտյոմ Երկանյան, այնպես ասում ես հակահայտախոզություն, բան։ Այդ ամենը ով է մեղավոր։ Կարող է հաղորդման ժամանակ ասել այդ պատասխանատուն։ Եվ կարող է ինքը էլ չի խոսապում ցեղասպանություն բառ ասելուց։ Իմջելոց Արտյոմ Երկանյանը հայտնի Երկանյանի թորնը, որը գնդակարել է Նեմեսիս գործողության մասնակիցներից ա եղել, եւ այդ դավաճաններին, բազմակերպիչներին գնդակարել է, Արտյոմ Երկանյանը խոսապում է ցեղասպանություն բառ ասելուց։ Եթե այսօր ցեղասպանություն բառից են խոսապում, աչքերված է, բան կարող է, այ քրիստոնեություն բառներ աչքերվի, ինչի ոչ։
Են ասում ենք հիվանդ, չգիտեմ ինչա ինքը հիվանդ չի։ Այո։ Կոնկրետ է դրա որ մենք ազգ չունենանք, վաղը թուրքը մտնի ու մեզ բոլորիս ոչնչացնի։ Ու մարդիկ կան, մարդիկ որ չեն հասկանում, որ թուրքը գալու է ու չի գալու մեր հետ հարևանություն անի։ Այդքան բան։ Շոկը չի հաղթահարում Երևանը։ Անծայրածիր Եռաբլուրի համար է Հայաստանի վարչապետը երեկ շնորհավորել ադրբեջանցիների զոհաբերության տոնը։ Չեն հասկանում զայրացած քաղաքացիներն ու սրտանց շնորհավորում են Փաշինյանի Կուրբան Բայրամը։ Դե ինքը թուրք է դրա համար շնորհավորում։ Դուք հարգում եք տես մարդ։ Եթե հարգում եք, հարգեք, ես կյանքով տես մարդու երեսներ չեմ ուզում։ Ես իրեն շնորհավորում եմ Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ, ի սրտե։ Ինչ կարիք կա շնորհավորելու, ինչ լավ բանի համար է շնորհավորում։ Համոտ ուրոմ, համոտ։ 2023 թվին Արցախում բենզինի պահեստի պայթունի զոհերի հարազատներին ցավակցական մի խոսք անգամ չի ասել ստատուսագիր վարչապետը։ Բարկացած հիշում են Հայլուրի հարցախույզի մասնակից արցախցիները։ Ես այդ պայթունի ժամանակ թողել եմ հանորոս տղաները, երեխաները մնացել են դեր։ Ոչ մեկ չի զանգել, չի ցավակցել, մեզի սաղ Նիկոլի մեղքն է, որ մենք հասել ենք այստեղ։ Մեզ տեսիք ձեզ մեղք եկի, քույր ջան։ Կուրբան Բայրամի տոնին Ադրբեջանին ուղղված շնորհավորանքում Փաշինյանն ինչու է խաղաղություն, բարօրություն ու բարգավաճում մաղթել նաև Հայաստանին ու հայաստանցիներին, հեգնում են հայերը։ Եթե շնորհավորում ես մի ազգի տոն, ազգային տոնի կապակցությամբ, պետք չի մեկ այլ ազգի խառնել այդ ամենի հետ։ Ժողովուրդ չեն էլի եմ ասում, անկեղծ եմ, որ ուղղակի չեմ հասկանում մեր վարչապետի Ուղղակի ինքը չի հասկանում։ Տղուծնողն եմ, որ Լելեթեպի ազատագրեց։ Ես են տղուծնողն եմ, որ իրա տեխնիկա տրակցին ինք ուրիշ տեխնիկայով կրվա։ Ես են տղուծնողն եմ, գորի ծնողն եմ, որ գորը 20 մի վիրավոր փրկեց 70 կիլոմետր հասցրեց Ղափանի հիվանդանոց։ Դու ով եք, ասեմ դուք ով եք, դուք լուլուներ, գրզոներ, անդոններ, մնացածներ, դուք թուրք եք։ Ես միշտ ասել եմ գրզոներ, լուլուներ, անդոններ, ճիշտ ասում եմ եղբայրը, սասուններ, բարի բուն իմաստով։ Դուք պետք է խնդրեք, աղաչեք, որ դուք անփորձանք ձեզ ուղղակի հասցնենք դատարը։ Ասել եմ, չէ, որ ձեզ սպասում է առնվազն մի քանի հազար մարդ, որոնց երեխեքը չկան, սպանվել են, վարվել են, անհետ կորել են, եւ մի 100,000 էլ արցախցի, որոնց տնավեր է կարել, սպասում է ձեզ, սպասում է այն օրվանը, երբ որ դուք առանց այդ մահակի ոստիկանական մահակների դուք կարող եք հանկարծ փորձել ապրել Հայաստանում։ Սպասում եք օրվան։ Եվ այն ժամանակ դուք հանձնվելով պիտի խնդրեք, գաք հանձնվեք ուղղակի, ասեք խնդրում ենք մեր անվտանգությունը ապահովեք, թեկուզ բանտում։ Մեզ հասցրեք բանտ, որովհետև ավելի ապրենք բանտում, քան հանկարծ ընկնենք այսքան մարդու ձեռքը, որոնք արդարաբար սպասում են այդ օրվանը։ Իսկ չկասկածեք, որ այդ օրը գալու է։ Այս վերջի տեսանյութը հենց հատուկ ձեր համար եմ ստանում։ Հատուկ։ Մատ է ցույց տալի, մնաց մատը դռան արանքը։ Եվ վերջում, ես ում ձեզ էսել նույս։
Հասկացաք ինչի պայեցի վերջում մի հատ էսա ցույց տամ։ Անխուսափելի է, դա լինես ոստիկան, ով ուզում ես եղիր, մի ձև գալու է դեմդ։ Այս բնության օրենքն է դա Վարդան չի հորինել, ինքը այդքան հիշաչած չի, չնայած լավ հիշողություն ունի ու թշնամիների նկատմամբ այդքան էլ ներողամիտ չի։ Այդքան էլ ներողամիտ չէ, որովհետև ես միշտ սիրում եմ ամեն ինչը, որ հատուցվում է, որովհետև մի բան որ չի հատուցվում, ինքը վերածվում է քաղցկեղային միջավայրի, հա։ Պետք է ամեն ինչ հատուցի, արդարորեն։ Ոչ մեկ չի կարող խուսափել պատասխանատվությունից։ Այսօր այդ երկու ոստիկանը որ ջարդվել են հենց տենց, իրանք Փաշինյան Նիկոլին ծառայողներն են, ու իրանք մտածում են վստահաբար, նայ, ես ծառայում եմ անմնացող տեստականքին, ուրանում եմ ամեն ինչ, թքած երախուս ապագայի վրա, թքած իրականության վրա էլ, ես իմ լափը նոր մեքենան, պարգևատրում եւ այլն, դիժկ սոցիալական ունեմ, թքած ամեն ինչի վրա։ Մեկը դու ես վճարելու, այ հենց իրան ապահովելու համար, այսպես մեքենան ուրիշ գալու է ջարդի քեզ, դու մնաս տակը։ Այսպես գալու է ջարդի քեզ ու դու մնաս տակը։ Ամեն մեկի դեմ մի ձև պատտվելի է ուղղա, որովհետև դա է բնության բալանսի պահպանման օրենքը։ Եվ աշխարհում այսքան դժբախտություններ չէ լինի քանակի իմաստով։ Եթե մարդիկ հասկանային դա, որ օրենքի մեջ շարժվել ավելի ապահով է երկարատև իմաստով, քան փորձել ամեն ինչից վերև կանգնել ժամանակավոր շահ հետապնդելու համար, որովհետև այդ շահը ժամանակավոր է։ Ասենք դու գնում ես մարդկությանը, բարոյականությանը, բնության օրենքներին հակառակ մարդասպանին ապահովում ես ամեն ինչով ու քեզ թվում է դու չես վճարելու դիմաց։ Լուրջ դες հաջողություն եմ ցանկանում իրենց։ Ու ոչ մեկ չկասկածի։ Սա ընդհանրապես մի բան էր։ Ինքը դուրս արդեն իր գործը արած, դուրս էր եկել ու շարախտ։ Դեռ ինչեր պետքա տեսնենք։ Ու ես իրանց հիշեցնում եմ հիմիկվանից ամեն օր թող